Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ ԱՄՆ-ին Հայաստան Արցախի մասին պատմելու առաքելությամբ Մարալ Տարպինյանի պատմությունը, Համշենականությունը հայկական ինքնության յուրահատուկ դրսևորումն է, Մահիր Օսկան, Շուշիի պատմամշակութային ժառանգության բավանման շուրջ մտահոգություններ, Աշոտ Հարությունյան, Գեսարիո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հայկական ժառանգություն, հայ գնոջ Փերանագաբը ավանդության մեկնաբանություն, Դերսիմի Երգանի Սուրբ Կարապետ վանքը հայկական ճարտարապետության գոհար, Դերսիմի հայրու ինքնության բաբանման նվիրյալը, Գարո Օլգար Բոյաջյան, հայերենը մեր ինքնության հիմնասյունը։ ԱՄՆ-ի համալսարանի լրագրության և քաղաքագիտության բաժնի ուսանողուհի Մարալ Տարպինյան ժամանած է Արևելյան Հայաստան։ Ան իր մասնագիտական փորձառությունը կկատարե ապարաժ լրատվամիջոցին մեջ կենտրոնանալով Արցախի պատմության, մշակույթի և ներկայիս խնդիրներուն անկլերեն լուսաբանման վրա։ Նյու Ջերսի բնակող Մարալը համալսարանին մեջ կաշխատի որպես ուսանող հեռուստալրագրող և կմասնակցի տարբեր կրթական ու լրագրողական ծրագիրներու։ Հայաստան գալի առաջ ան փորձառությունը ստացած է նաև Լոնդոնի մեջ ուսումնասիրելով բրիտանական լրատվամիջոցներու դաշտն ու քաղաքական համագարկը։ Ան կնշե, որ ապարաժի աշխատանքը իրեն հնարավորություն կտա խորապես ճանաչել Արցախի պատմությունն ու մշակութային ժառանգությունը և զայն ներկայացնել միջազգային հանրության։ Տարպինյան կշեշտե, որ շատեր բավարար տեղեկություն չունին Արցախի մասին կամ ենթարկված են ավատեղեկատվության, իսկ անգլերեն նյութերու բագասը կսահմանափակե իրազեկությունը։ Ուսանողուհին հույս ունի, որ իր աշխատանքը պիտի նպաստի Արցախի մասին միջազգային իրազեկության բարձրացման և պիտի ուժեղացնի իր կապը հայկական արմատներուն, մշակույթին և լեզվին հետ։ Մտավորական Մահիր Օսկան խոսած է համշենահայերու ինքնության, լեզվին, պատմության և մշակութային ժառանգության մասին, նշելով, որ համշենականությունը հայկական ինքնության յուրահատուկ դրսևորումն է։ Օսկանի համաձայն համշեներենը հայերենի բարբառներեն մեկն է, իսկ պատմական և լեզվաբանական փաստերը կվկայեն համշենցիներու հայկական ծագման մասին։ Ան հիշեցուցած է նաև, որ Օսմանյան հարգային և վարչական արձանագրություններուն մեջ համշենցիները ներկայացված են որպես հայկական ծագում ունեցող հետագային իսլամ ընդունած բնակչություն, իսկ իսլամացման գործընթացը աշխուսացած է 17-18-րդ դարերուն։ Մահիր Օսկան ընդգծած է, որ համշենցի ինքնությունը երկար ժամանակ եղած է ապահովության միջոց հայկական ծագում ունեցող մարդոց համար, որոնք կապրեին բարդ պայմաններու մեջ։ Ան շեշտած է նաև, որ համշենահայերը կպահպանեն իրենց լեզուն, բանահյուսությունը, երաժշտությունն ու մշակույթը, ձևավորված հայկական արմատներու և Սևծովյան շրջանի մշակույթներու փոխհաստատությամբ։ Օսկանի համաձայն այսօր Արևմտյան Հայաստանի մեջ կապրի մոտ 150,000 համշենցի։ Անոր համոզմամբ համշենականությունը ոչ միայն պատմական հիշողություն է, այլև կենդանի ինքնություն, սերտորեն կապված հայկական պատմամշակութային ժառանգության հետ։ Շուշիի պատմամշակութային ժառանգության պահպանության հարցը կշարունակե մնալ միջազգային ուշադրության կենտրոնը։ Հայ մասնակիցները կնշեն, որ 19-րդ դարու վերջավորության ռուս զինվորական ճարտարապետներու կազմած քաղաքաշինական հատակագիծերը կվկայեն Շուշիի որպես զարգացած և բազմաշերտ քաղաքային կենտրոնի պատմական նշանակության մասին։ Քաղաքի կառուցապատումը կհամադրեր հայկական և արևելյան ճարտարապետական ավանդությունները։ Մասնակիցներու կարծիքով վերջին տարիներուն կատարվող շինարարական և վերափոխման աշխատանքները կվտանգեն Շուշիի պատմական միջավայրը, իսկ հայկական թաղամասերու և եկեղեցիներու ինքնության փոփոխությունը կրնա պատճառ դառնալ մշակութային ժառանգության անդառնալի կորստյան։ Կհիշատակվին մասնավորապես Սուրբ Ամենափրկիչ Ղազանճեծոց, Գանաթ Ժամ, Քամու խաչ, Սուրբ Աստվածածին և Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Հոդվածի հեղինակները կքննադատեն նաև միջազգային կազմակերպություններու, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումը, գոչնելով ավելի գործուն քայլերու Շուշիի պատմամշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և պահպանության համար։ Անոնց համոզմամբ Շուշիի պատմական ինքնության պահպանումը համամարտկային մշակութային արժեքներու պաշտպանության կարևոր մասն է։ Պատմական Կեսարիո կենտրոնին մեջ կանգուն է հայկական ճարտարապետության արժեքավոր հուշարձաններեն մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որուն հիմքերը ըստ պատմական տվյալներու դրված են 1191 թվականին։ Ան կնկատվի մինչև այսօր պահպանված ամենեն հին հայկական առաքելական եկեղեցիներեն մեկը։ Եկեղեցին դարերու ընթացքին վնասված է բնական աղետներու և ժամանակի ազդեցության հետևանքով։ Ան բազմիցս վերանորոգված է, իսկ ներկա տեսքը ձևավորված է 1859 թվականի վերակառուցումով։ Սրբադաշ քարով կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառանցնա հայկական ավանդական ճարտարապետության հատուկ գմբեթով, քարաշեն սյուներով և կամարաշարերով։ Դարիներ անուշադրության մատնված այս հուշարձանը վերջին վերականգնողական աշխատանքներեն յետ կրկին կծառայե որպես աղոթատեղի և պատմամշակութային կենտրոն, վկայելով Կեսարիո հարուստ հայկական ժառանգության մասին։
Հայկական ավանդական տարազի կարևոր փաթեթներն մեկը Պերանագաբը դարբեր մեկնաբանություններու առարգա դարձած է։ Դարածված տեսակետի համաձայն անչե գործածված գինը լրացնելու կամ նվաստացնելու համար, այլ ունի ավելի հին նախաքրիստոնեական ծագում։ Ըստ այս մեկնաբանության սովորույթը կապված է հնագույն հավատալիքներու հետ, որոնց համաձայն Պերանագաբը կկանխեր մարդու շունչին տպչիլը սրբազան գրագին։ Նշված է նաև, որ հայկական բազմաթիվ դեղանուններ Հրաստան, Արարատ, Արաքած եւ այլ կապված են գրագի եւ արամաստի պաշտամունքին։ Հին լուսանկարներն ու աստղագրական նյութերը կվկայեն, որ հայ գիները գրած են դարբեր քույներու գլխաշորեր եւ Պերանագաբեր։ Թեև Պերանագաբի ծագման շուրջ կան դարբեր գիտական եւ ժողովրդական մեկնաբանություններ, ան կշարունակե մնալ հայկական տարազի յուրահատուկ խորհրդանիշներն մեկը, արդացոլելով մեր մշակութային ժառանգության բազմաշերտությունն ու հարստությունը։ Դերսիմի լեռներուն մեջ կանգուն է հայկական ջարդարաբեդության բացառիկ հուշարձաններն մեկը Երգանի Սուրբ Կարապետ վանքը։ Դարեր շարունակ ան եղած է շրջանի կարևոր հոգևոր եւ ուխտակնածության կենտրոն, պահպանելով հայկական մշակույթի եւ ջարդարաբեդության արժեքավոր հետքը պատմական Հայաստանի մեջ։ Հակառակ ժամանակի եւ պատմական փորձություններու ցկած հետքերուն վանքը կշարունակե վկայել հայ ժողովրդի բազմատարյան ներկայության մասին։ Անոր քարաշեն կառուցվածքը եւ լեռնային բնապատկերին հետ ներդաշնակ ջարդարաբեդությունը միջև այսօր կհիացնեն այցելուները, հիշեցնելով հայկական հարուստ հոգևոր եւ մշակութային ժառանգությունը։ Երգանի Սուրբ Կարապետ վանքը ոչ միայն պատմական հուշարձան է, այլև ազգային հիշողության կենդանի խորհրդանիշը, որուն պահպանությունը կարևոր նշանակություն ունի հայկական մշակութային ժառանգության համար։ Դերսիմահայ Գարո Օլգար Բոյաջյան իր գիտակից կյանքը նվիրած է Դերսիմի հայրու ինքնության պահպանման եւ ազգային արմատներուն վերադարձի գործին։ Անոր ընտանիքի պատմությունը կապված է հայրու ցեղասպանության հետ։ Մեծ Կերտաստանեն փրկված էր միայն 9-ամյա Խորենը, որուն ապաստան տված էին Դերսիմի ալևիները, ընդունելով զինք որպես հարազատ զավակ։ Խորենը դարիներ շարունակ փնտրած է իր հարազատները, ապա ընտանիք կազմած եւ 1938-ի Դերսիմի ողբերգական դեպքերուն ընթացքին գրգին դեղահանված է։ Վերադառնալով հայրենի գյուղ, ան բանած է իր հայկական ինքնությունն ու ավանդությունները։ Այսօր Գարո Օլգար Բոյաջյան կշարունակե այդ առաքելությունը։ Անոր աջակցությամբ շուրջ 200 դերսիմահայեր վերակդած են իրենց հայկական ինքնությունը, իսկ ին կշրջի Դերսիմի գյուղերը, հավաքելով եւ պահպանելով հայ ընտանիքներու պատմություններն ու հիշողությունները։ Վերջերս ան Բեյրութի հայ համայնքին մեջ ներկայացուցած է իր ընտանիքի պատմությունը, դերսիմահայության խնդիրներն ու մշակութային ժառանգությունը, նաեւ անդրադարձած է Թուրքիո մեջ ապրող դերսիմահայերու մարտահրավերներուն։ Գարո Բոյաջյանի գործունեությունը կարևոր ներդրում է Դերսիմի հայության պատմության, հիշողության եւ ազգային ինքնության պահպանման գործին մեջ, օգնելով բազմաթիվ հայերու վերականգնել իրենց արմատները։ Հասակեի հայոց լեզվի վարժարանը կշարունակե իր կարևոր առաքելությունը, սերունդներուն փոխանցելով հայոց լեզուն եւ ազգային արժեքները։ Վարժարանին մեջ կհավատան, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ, այլև ազգային ինքնության հիմքը, որ կմիացնե անցյալը, ներկան եւ ապագան։ Դասերու եւ գրթական ծրագիրներու միջոցով աշակերտները կզարգացնեն ընթերցանության, քրելու եւ խոսելու հմտությունները, միաժամանակ ծանոթանալով հայ ժողովրդի պատմության, մշակույթին եւ հարուստ ժառանգության։ Վարժարանին մեջ կշեշտեն, որ հայոց լեզվի պահպանումը բոլորիս ընդհանուր պատասխանատվություն է։ Ան պետք է սիրով, հպարտությամբ եւ պատասխանատվությամբ փոխանցվի գալիք սերունդներուն, որբեսի մեր լեզուն եւ ազգային ժառանգությունը շարունակեն ապրիլ եւ զարգանալ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։